մեր նախաձեռնությունը որևէ մեկի մասին չի, այլ նախաձեռնությունը վիրաբուժության մասին, մեր սիրելի մասնագիտության մասին։ Հնարավոր է Եվրոպայում, Ռուսաստանում, Ամերիկայում գնալ եւ տեսնել եւ լսել բարձրակարգ կոնգրեսներ, մասնագետների, նրանց փորձը վերցնել, կիսվել, բայց չգիտես ինչի Հայաստանում դա հասանելի չէր եւ այդ հարցը ինձ տվեցի, ինչու մեր մոտ դա չի լինում, ինչն է մեզ խանգարում, ինչ պետք է անենք։ Ճիշտ է, մենք ունենք հրաշալի մասնագետներ, ովքեր հրաշալի անում են իրենց աշխատանքը, բայց համակարգային եւ գիտական առումով մենք զիջում։ Փորձվեց ստեղծել նոր հարթակ, որը կլինի արդեն ավելի երիտասարդ վիրաբուժների, ավելի նոր մոտեցումներով վիրաբուժների համընդհանուր խումբ եւ կնպաստի երկրում փոքր ինվազիվ, մինի-ինվազիվ վիրաբուժության զարգացմանը։ Ամիսը մեր բոլորի մասին պետք է լինի եւ դրա համար ես ուզում եմ, որ մենք բոլորս համախմբվենք։ Այդ համախմբումը տարբեր նպատակներ ունի իրեն մեջ, համար մեկը համախմբելն է, մյուսը միասնական ծրագրեր մշակել վիրահատությունների, հիվանդությունների բուժման, որը իհարկե բխում է մեր ոչ մարդկության հասարակության շահերից, ստեղծել որոշակի ծրագրեր միասնական աշխատանքի, որպեսզի դրանով մենք կարողանանք ինտեգրվենք նաև միջազգային թե եվրոպական թե ամերիկյան ասոցիացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների ծրագրերին եւ դառնանք դրանց մեկի անդամ։ Լևոնն էր, որ խաղապարի ինձ իբերավ եւ միասին որոշեցինք ինչպես կարող ենք ամեն վիրաբույժներուն խանդավառել։ Բոլոր գաղափարները, բոլոր առաջարկությունները, ցանկությունները, դիտողությունները մենք ազատ քննարկենք իրար հետ եւ սա հենց այդ հարթակն է։ Պետք է բարձրաձայնել լուծումը առանց ամաչելու, առանց քաշվելու, քննարկել ավելի փորձառու մարդկանց հետ, իսկ այս հարթակը դրա մասին է նայել եւ գտնել լուծումներ։ Հիմա արդեն երբ որ ասում ենք 20 ամիս, դա արդեն 130 պլյուս օֆիցիալ անդամի մասին ենք խոսում։ Ու գրեթե 100 բժիշկեր ներկա, որը պլանավորված 6 ժամի փոխարեն անցավ 8 ժամ տևողությամբ։ Եվ որի ընթացքում բարձրացվեցին ընդհանուր վիրաբուժական ամենահաճախ հանդիպող հարցեր եւ հարցերին պատասխանեցին ոլորտի, կարծում եմ, ակտիվ մասնակիցները, ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Ես երկար ժամանակ ասենց մեծ թիվ չէի տեսել վիրաբուժների ակտիվություն, որոնք մասնակցում են նման ժողովների, դա իմ կարծիքով լավագույն գրավականն է, որ դա կունենա մեծ հաջողություններ։ Հայաստանի վիրաբույժները ավելի շոշափվին համաշխարհային վիրաբույժներուն հետ եւ գարանան սորվել իրենց մե եւ սորվեցնել իրենց աշխարհը լուրջ ունի ինչ լավ բաներ գլա Հայաստանի մեջ եւ կարեւոր է որ այդ information-ը ավելի աշխարհի մեջ լա։ Նպատակը հենց դա է, որ մենք նաեւ լսենք եւ տեսնենք եւ շփվենք արտերկրի առաջատար մասնագետների հետ եւ այն փորձը, որը որ կուտակված է արտերկրում, կարողանանք ներկրել եւ կիսել մեր բժիշկների, մեր գոլեգաների հետ եւ մենք ինքներս նույնպես հարստանանք այդ գիտելիքներով։ Ես հասկացա, որ գիտելիքի ծարավը կա եւ դա ինձ հույս է տալիս, որ մենք իհարկե պետք է ունենանք փայլուն գիտաժողովներ ապագայում եւ մեր բժիշկները ել ավելի բարձրակարգ կրթված եւ փորձառու պետք է դառնան այս ամեն ինչի արդյունքում։ Պետք է ունենալ լավ վիրաբուժություն երկրում, դա նպաստելու է շատ փրկված կյանքերի ավելացմանը։ Բոլոր այդ մարդիկ, ովքեր պատրաստ են անցնել այս ճանապարհը, մենք ողջունում ենք ու ուզում ենք տեսնենք մեր կողքին, ովքեր կարող են ինչ-որ ձևով աջակցել այս ճանապարհին եւ չեն հուսահատվի։ Մաղթում եմ բուռն ստեղծագործական աշխատանք, այն նպատակները, որ ի սկզբանե դրված է, դրանց իրագործում։
Ես ինքս իմ կողմից կանեմ բոլոր հնարավորը հետագա զարգացումների համար։